Քարոզարշավի ընթացքում հերթական քրեական գործն է ավելանում։ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակից հայրենիքի դավաճան հոդվածով գործ է հարուցվելու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի քննչական կոմիտե ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել ու ընդգծել, որ Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում տեղի է ունեցել նախադեպը չունեցող մի գործընթաց։ Կուսակցությունը գործող իշխանության քաղաքականությունը գնահատում է որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականon քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին ծառայել բացառապես օրենքին և չի ենթարկվել քաղաքական պատվերների։ Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին, անկախ բոլոր հարվածներից, ուժային և ինֆորմացիոն տերորից։ ԲՀԿ-ն վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետ պատերազմյա վերականգնումը։